Այս բացառիկ կադրերն արվել են հունիսի 24-ին ու հենց այն պահին, երբ շոկոլադի տեսքով հեղուկը պոկվեց սարից ու իջավ արտիքի վրա։ Այս վերջին 5-6 տարի սման չէ եղել հեչ։ Առաջին րոպեներին արտիքցիները հույս ունեին, որ սելավատարը կդիմանա ջրի ծավալներին ու շուտով հոսքը կքչանա, բայց տեղի ունեցավ հակառակը։ Ջուրն ավելի ու ավելի սկսեց բարձրանալ ու դուրս գալ սելավատարից։ Քաղաքում սկսվեց իրական քաոս, ջուրն անցավ բոլոր սահմանները, ծածկեց մեքենաները, անասնագոմերը, մարդիկ սկսեցին վազել ջրի ու ջրի հետ եկած քարերի հարվածներից խուսափելու համար։ Եղան բնակիչներ, երեխաներ, ծերեր, որոնք մնացին ջրի շրջափակման մեջ։ Քարերի ձենը լսեցինք, մինչև դուրս ելանք հասանք դեղ անասնագոմից են կողմ մուտք ունենք, որ դուռը բացենք անցնենք են կողմ, արդեն այդ անասնագոմի միջով ջուրը եկավ։ Համընդհանուր խուճապի պահին բնակիչները զանգում էին հարազատներին, այս տիկինն էլ առաջինը հավաքեց Ռուսաստանում աշխատող ամուսնու հեռախոսահամարը։ Զանգել եմ, ինչ դիսեք, սեձյար զանգեց ու ջուրը գիշնի։ Չնայած ջրի դեմ պայքարել չէր կարող, բայց ջրի հետևանքների դեմ կարող էր։ 2 օր անց ամուսինն արդեն արտիքում էր։ Եկավ տեսավ, գոմը չկա, նկուղի դուռը կորել է։ Էս առաջ էլ էր ցած ցածր թե։ Չէ, սպադվալ մադել են, կստի սպադվալ դուռը։ 2 մետրանոց դուռը, այսքան զասիպ կայեր։ Սիկ բերե այս հատխոտը զասիպ կայեր։ Հələ զասիպկեն հեչ, պրոբլեմը զասիպկի մեջ չէ։ Բանի մամենտ այդ ջուրը բանկեն է։ Հələ ֆունդամենտը կայքայելուց բացի այդ ջրերը արդեն աշտիկում սկան մոզակ չի եղել, էլի։ Մոզակ է հայտնվել, ենել ուրիշ տեսակի, քիչ։ Հիմա ջրի հունը փոխել են, էլ տուն չի լցվում, փոխարենը անցնում է տան ուղիղ հիմքի կողքով, լվալով ու թուլացնելով հիմքն էլ, պատերն էլ։ Ֆունդամենտը գլավա, էլի։ Նամի քաշկնաս այս ջրերն ու զուկա։ Աշխատանք տարվոր այս հունը փոխեն։ Բայց այս տեխնիկայով, այս չիկուշ կեկով ամոթել է, իդորով գործ չի եղնս, ուստեղ նորմալնի ցեպավոյ տրակտոր է պետք։ Արտիկում մոտ 4 տասնյակի են հասնում ջրհեղեղից տուժած տները, բայց առաջին ու առավել հզոր հարվածը կրել է այս բնակարանը։ Հյուրասենյակի պատը ջրի բերած քարերի հարվածից գրեթե փուլ է եկել։ Համ քարերի հարվանից, համ է ջուրը մեջն է արդեն պատերի։ Հողից պատ է, ինքը հարց շերդով հողից պատ է։ Հողն է քաշում է, դե ջուրը կամաց ինքնիրան նորմալ է, էլի։ Ջուրը լվացել, տարել է ամեն ինչ, տիղմը նստվածք է տվել սենյակներում, քարերը փակել են բոլոր հետքերը։ Ջուրը չի խնայել նաև ոսկեղենն ու տեսախցիկը։ Ոսկեղեն փող չկա, ես է օպերատոր տեղա եմ, տեխնիկա, կամերա, ապարատ, սաղ ջրի տակն է անցել, էլի։ Հարսանիքներ կնկարեմ, սաղ ջրի տակն է անցել։ Ջրհեղեղից հետո համայնքային բյուջեով ու մարզպետարանի խորհրդատվությամբ փորձում են բացել գետի հունը։ Հսկայական թափոնները հեղեղատարի հետքն էլ չեն թողել։ Կարևոր գլխավոր խնդիրը հեղեղատարը հուն վերադարձնելն է, ջուրը այն հատվածում, որտեղ որ հնարավոր է, որտեղ որ հնարավոր է վերադարձվել է, այս մնացած հատվածում տեսնում եք ծավալները մեծ են, այստեղ այլ աշխատանք է անհրաժեշտ։ Բնակիչները թերահավատորեն են վերաբերում քաղաքային իշխանության ջանքին։ Նրանք կարծում են, որ ներկայացված տեխնիկան ի վիճակի չէ մաքրել հունը։ Գիգանտ ներդրումներ են պետք, շորտի տները քանդվել է, ապրել տեղ չունեն, շատ մեծ ծախսեր է կախված։ Արտիկում երբեք այսպիսի ջրհեղեղ չի եղել։ Ամեն տարի գարնանը ջուրը բարձրանում էր, ամռանը նվազում։ Ինչու այս անգամ գետը քաղաք լցվեց։ Պարզվում է, այս տարի գարնանը գետը չի վարարել, նույնիսկ ջուր էլ չի եկել։ Արտիկից 5 կիլոմետր վերև քարանքներ են եղել, այդ քարանքների թափոններն են, ձորի թափոններն են, որը ջրի ուժեղ հոսքը տեղափոխեց, սև խտանում երեց ու լցվավ ամբողջ քաղաքը։ Բնակիչները պնդում են, որ քարանքի թափոնների պատճառով առաջացել է խցանում ու ամիսներ շարունակ կուտակվելուց հետո սարից մի անգամից ջուրն էլ, քարի թափոններն էլ պոկվել, իջել են քաղաք։ Խցանումից տվավ ելավ զորը բարձրացավ, ես իմ քանի մետր 20-30 մետր ջուրը լսավ կուտակվավ, եկավ զարգավ, պոկվավ ու զարգավ եկավ սաղ բլեց պես երավ։ Ավականու անդամը ջրհեղեղի համար մեղադրում է քաղաքապետարանին։ Ամեն տարի քաղաքային բյուջեն գումար է նախատեսում գետը մաքրելու համար, բայց երբեք չի արվում։ Եթե վերևի խցանում է ժամանակին քաղաքապետը փողերն որ դուսկը գարե տանի, բանը որ զորերը մաքրելու չի երթա տիրություն են։ Այս տար վերևն որ բացեր, ջուրը գար, այսօր էսպես չեր եղել։
Արդեն հայտնի է, որ Արտիքում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելու համար կառավարությունը պետբյուջեից գումար է հատկացրել տուժած բնակիչներին։ Մի մասն արդեն հասցրել է բողոքել գումարի անհամաչափությունից։ Վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կավելացնեն։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։